պետության կողմից մասնավոր ունեցվածքի օտարումը տարածված երևույթ է ամբողջ աշխարհով մեկ, մասնավորապես կառուցապատման նպատակով օտարումը։ Մենք այստեղ 3 խոշոր դեպք ունենք, առաջինը Հյուսիսային պողոտան է, որտեղ մենք այժմ գտնվում ենք, երկրորդը Ֆիրդուսն է, որը մոտավորապես 6-5 տարի առաջ վերջնական ընթացք ստացավ, պրոցեսը սկսել էր նախորդ իշխանությունների օրոք եւ բարեհաջող շարունակվեց գործող իշխանությունների օրոք եւ երրորդ դեպքը կա, որ դեռ նոր է սկսվում, կոնդն է, թեման շուտ բանից է քննարկվում, բայց այդպես կոնկրետ գործողությունների անցնելու առումով կարծես թե հիմա է վճռական պահը, թե ինչ կլինի, չգիտենք, ինչ դիմադրություն կառաջանա, դեռ պարզ չի։ 10-20 տարի առաջ նույնիսկ երևանցիները կոնդ վախում էին գայնել, իսկ հիմա տուրիստական տեղադարձ է։ Ինքը որպես գաղափար բնականաբար չէ կարող մինչև անկախության շրջանը գոյություն ունենալ, որտեղ այնտեղ կար մեկ սեփականատեր, մեկ կառուցող եւ ողջ համակարգը բարձր կենտրոնացված էր։ Անկախությունից հետո հենց առաջացավ դրա տրամաբանական խնդիրը, որ պետության կարիքների համար որոշակի մարդկանց սեփականության իրավունքը պետք է սահմանափակվի։ Իր առաջի, այսպես ասած, գործադրումներից մեկը հանրահայտ Հյուսիսային պողոտան էր։ Բայց այս գործիքը, որ աշխարհում հնարվել է, դա հանրության կարիքների համար է, ոչ թե պետության շահի համար է, որտեղ հետո դու պետք է դա ձևակերպես։ Պետության կամ հանրային շահը դա կարող է լինի մի բան, որը նպաստում է հանրության տարբեր շերտերի համար։ Դա կարող է լինի ենթակառուցվածքների զարգացումը, ճանապարհ, երկաթուղի, էլեկտրագիծ, ջրամբար, բնապահպանական որոշակի խնդիրներ կարող է լուծվեն, օրինակ եմ Սևանի Արաբնյա հատվածներում, օրինակ եմ կարող է լինի։ Բայց մեզ մոտ ի սկզբանե եւ դերևս մինչեւ հիմա սա օգտագործվում է ինչ որ մարդկանց իրանց գույքից զրկելու, ինչ որ մարդկանց թույլ չտալու ապրել իրենց սեփականություն անցածող գույքում եւ մեկ այլ մարդու բնակության համար օգտագործում։ Օրինակ հիմա մենք նորից օրինակ հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման համար մենք էլի բազմաթիվ անգամներ օգտագործել ենք այս գործիքը զուտ ճանապարհը կառուցելու համար։ Այդտեղ խնդիրներ չեն առաջացել։ Բայց եւ Հյուսիսային պողոտան, եւ Ֆիրդուսին, եւ Գլխավոր պողոտան, եւ կոնդը ասելով ավելի լայն խնդրում եմ հասկանալ նաեւ փոստի շենքի տեղում տեղի ունեցող process-ները, կոզերնում նույնիսկ նույն խնդիր կա, ժամանակին հանրային գերակաշարը ճանաչվեց։ Այս հատվածում սա սկզբունքորեն հակասում է այսպես ասած մարդու ֆունդամենտալ իրավունքներին, որտեղ դու ասում ես Պողոսյան փողոց դու չես կարող ապրես, պետք է ուրիշ մարդ կա։ Հասկանում եմ Երևանի պատմության մեջ տարբեր ժամանակներում նոր էլիտաները միշտ կարիք են ուզել ցանկացել են կենտրոնում ապրել, այսինքն եթե 20-ական 30-ականներին խորհրդային շրջանի առաջին էլիտան, այսպես ասած առաջի էլիտաները կենտրոնում կարող էին բնակվել, Երևան եղավ նման process 60-ականներին, երբ երկրորդ համաշխարհից հետո նորից էլիտան ցանկանում է կենտրոնում ապրել, բայց կենտրոնում տներ չկան եւ այդ այն ժամանակ է, որ Երևանում կենտրոնում սկսեցին առաջանալ առաջի բազմահարկ շենքերը։ Անկախության շրջանում նոր էլիտան, այսպես ասած, պատվերը տվեց Հյուսիսային պողոտան կառուցելու համար եւ մենք հիմա վկան ենք լինում Ֆիրդուսին կոնկրետ արդեն այսպես կոչված Թավշյա հեղափոխությունից հետո եկած նոր էլիտայի կարիքներն է բավարարում եւ այդ շարքը դժբախտաբար կարծես թե շարունակվելու միտում ունի։ Այսօր շատ ակտիվ խոսք է գնում կոնդի մասին, շատ ակտիվ խոսք է գնում նորագյուղի մասին եւ այս շղթայաձև գնալու է։ Միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ օրինակի համար երբ Ֆիրդուսու դեպքում էր կարիք հանրային գերակաշարի գործիքը օգտագործվում, այն բնակիչները, ովքեր այդտեղ ապրում էին, կարծես թե իրենց հարցերը շատ արագ լուծվեցին։ Ֆիրդուսի մեկակառուցվում է, չնայած այնտեղ կային վիճելի կառույցներ։ Ահա նայեք ճաքերը, տեսեք ինչ են արել։ Այն որ քանդում էին, հիմքը փորում էին, ամբողջը տվին ինձ ճաքացրեցին։ Նայեք, ահա։ Ես պահանջում եմ փոխհատուցում, թողան նայեն, երեկել եմ իրանց ասել, եկեք նայեք, ակ գրեք եւ փոխհատուցեք։ Ուրեմն սա իմ տունն է։ Հիմա ուզում են իմ տունը առանց ինձ ասելու իրան գնահատել են ու իմ մեջքի հետևից այսպես ասած տվել են դատի։ Իրանք են դատի տվել, ընդհանրապես ես իրանց երեսը չեմ տեսել։ Մեր տուն իրանք ընդհանրապես չեն էլ մտել։
բայց գործ են հարուցել, ինչ բանը, իբր գերակաշահի համար։ Ճիշտ ասած գնահատել են ինչ-որ $1700 քառակուսի մետրը, բայց ես նախ իմ տանից երբեք դուրս չեմ գա առաջինը, հետո էլ այդ $1700 տունը չեն մտել, չեն նայել, ոչինչ չեն տեսել, հենց օդի մեջ իրանք, ես իրան դեմքն էլ նույնիսկ չեմ տեսել, ովքեր են, ինչ մարդիկ են։ Ես դատական ճանապարհ շարունակել եմ պայքարել, ու ընդհանրապես գերակաշահն էլ հանել էին, մի անգամ հանել էին, նորից մտցրեցին։ Մենք հիմա իրականում գտնվում ենք հենց 33-րդ թաղամասում, որի նկատմամբ հանրային գերակաշահ է ճանաչված եւ իրականացվում է կառուցապատման ծրագիր։ Հիմքում դրված է 2018 թվականի թիվ 332 այն որոշումը, թեև այս թաղամասին առնչվող կառուցապատման ծրագրի հետ կապված կառավարության որոշումները դեռ շատ ավելի վաղուց են ընդունվել եւ պարբերաբար չի հաջողվել այդ ծրագրի իրականացումը եւ ժամկետների խախտման պայմանավորված նոր որոշումներ են ընդունվել, երկարաձգվել են ժամկետներ, նորից են սկսել հաշվարկվել ժամկետներ, որոնք որ մեր գնահատմամբ ինքնին այս գործընթացը, նոր կառուցապատական որոշումների ընդունման միջոցով ժամկետները շրջանցելու այնքան էլ իրավաչափ համարվել չի կարող։ Այս պահին կառավարության որոշումը, որը որ կարգավորում է այս կառուցապատման քաղաքաշինական ծրագիրը, սահմանափակում է նաև այստեղ գտնվող քաղաքացիների բնակիչների սեփականության իրավունքը, այնքանով, որքանով ուղղակիորեն սահմանված է բացարձակ արգելք, այն բոլոր դեպքերում, երբ որ կնքվում է պայմանագիր ձեռքբերողի եւ բնակչի միջև, ուրեմն պայմանագրը որպես փոխհատուցման ձև ընտրել այս տարածքում ապագայում կառուցվելիք շենքից համապատասխան գույքային միավորի տրամադրումը։ Մեր գնահատմամբ այս կարգավորումը ուղղակիորեն հակասում է թե սահմանադրությանը, թե Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ թե հենց հարության գերակաշահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքին, որը հնարավորություն է տալիս նաեւ կողմերի միջև փոխադարձ համաձայնությամբ կարգավորել այս բոլոր հարաբերությունները, փոխհատուցման չափը, կարգը, ձևը, փոխադարձ իրավունքները, պարտականությունները եւ կառավարության որոշումը, որ ավելի ցածր իրավական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտ է, հակասելով օրենքին, արգելում է որպես փոխհատուցման ձև ընտրել ապագայում կառուցվելիք շենքից գույքային միավորի տրամադրումը։ Եվ մեր գնահատմամբ սա նաև խիստ խնդրահարույց է հենց քաղաքացիների իրավունքների տեսանկյունից, առավել քան տրամաբանական ու ողջամիտ է, որ հենց այստեղ բնակվող տարիներ շարունակ բնակվող քաղաքացիներին պետք է հնարավորություն տրամադրի նույն տարածքում կառուցվող շենքում շարունակել բնակարան եւ որպես փոխհատուցման ձև ընտրել հենց համարժեք ուրեմն գույքային միավորի բնակարանի տրամադրումը։ Տունը հեսա։ Անդից երևում է էլի, որ մենակ մերն է մնացել։ Բնակիչներին պետք է առաջարկվի տուն, տեղում եւ դրանով պետք է ապահովել իրանց սեփականության անընդհատելիությունը։ Այսինքն այդտեղ կարա արդեն մի սահմանադրական հարցերն էլ արանքից դուրս գա, որովհետեւ դու հարկադրաբար չես վերցնում իրանից սեփականությունը։ Դու կառուցում ես նոր գույք, առաջարկում ես իրան, ասում ես քաղաքը կենթանի մեխանիզմա, հին բնակֆոնդերը փոխարինում ենք նորով։ Հիմա մեր կառավարության որոշումով 332-ն որոշումը դա արգելվել է։ Այսինքն կառուցապատողին ասում են այդ մարդուց դե տուն չտաս, փողը դու թող գնա։ Հիմա դա արվել է, ես հասկանում եմ ինչի համար, որ հետո մարդիկ, որ իրանց խոստումները չկատարեն, չգնան, չբողոքեն, ասեն հեսա այսքան փող վերցել եք, գնացեք, բայց հարցը տենց չի լուծվում։ Այսինքն եթե մարդու գլուխը ցավում է, չեն վերցնում, գլուխը կտրում են, ասում վсё, էլ գլուխը չի ցավում։ Պետք է այդ հարցին բան մեխանիզմներ կա, ապահովագրություն կա, այս կա, այն կա եւ այլ, նախորդ կառուցի այդ շենքը։ Հիմա նայեք, մենք առաջարկներ ունենք, այդտեղ 3 տիպի խնդիր է առաջանում։ Այս կառուցապատման դեպքերում, ուրեմն, պետք է մարդկանց 3 բան առաջարկել։ Մեկը, որ արդյոք ուզում ես դու ինքդ մասնակցես այդ կառուցապատմանը։
որտեղ մեր համար գլխավոր խնդիրը այդ նոր ժամանակակից կառույցներն են։ Եվ դրանով գնում է այն շատ նուրբ սահմանը, թե սա սեփականության վերաբաշխում է, թե իրոք ֆոնդերի փոփոխություն է։ Այսինքն, եթե քեզ ասում են ուզում ես եղբայր, արի մասնակցի, ուրեմն առաջնային չի դա ով կանի, այս չալաղաժները ով կվեկալի։ Առաջնային այդ շենքերն է։ Երկրորդը, անպայման պետք է առաջարկեն բնակարաններ մարդկանց։ Երրորդը փող։ Եթե փողը առաջարկում են եւ մարդը չի համաձայնում, պետք է չգնան այդ գնահատումների ճանապարհներով, բաներով, դա շատ սուբյեկտիվ process է։ Մենք հիմա հենց դատերի մեջ են գնահատողների, չնայած մենք եկել ենք ընդհանուր հայտարարի բան եւ այլն, բայց գնահատողի հետ ինչի որովհետեւ սուբյեկտիվ շատ process է։ Տեղ միշտ պրիմիտիվացնում են, ասում են լավ փող են տալի, վատ փող են տալի, սենց են անում, նենց են անում, պետք է նենց լինի ինստիտուցիոնալ։ Մարդ ունի 100 մետր, ասինք հին տուն, դիտ 1000 տուն տան մի բան էլ ավել։ Եթե մարդ ունի հողը արդեն մեծ, ինքը կարող դա կառուցապատեր, չէ, այդ իրանքն է պետք է հաշվի առնեն, սաղ պետք է բան արվի։ Հիմա օրինակ ստեղ, նայեք, հիմա օրինակ ես ասեմ բանան չէ, եթե ծրագիրը խելոք անեին սկզբից, հիմա օրինակ կոնդը կարան տենց անեն, մի 300-400 միլիոն դոլար արտաբյուջետային փող կարա գեներացվի։ Աճուրդ եթե անեն, աճուրդ անեն, եկալ են ասին կոնդը 170,000 քառակուսի մետր է, 20,000 քառակուսի մետրի վրա կարան այդ սաղ ժողովրդին տեղավորեն։ Այսինքն մեր թաղամասը տեղավորելու համար 8 հատ այսեն շենքեր պետք։ 8 հատ շենքի համար պետք էր 8000 քառակուսի մետր։ Ինչպես եւ պետք էր ենթադրել, նման բռնի մոտեցումը մարդկանց տնից հանելու առաջացրեց նաեւ դիմադրություն։ Մարդիկ կային, որ դուրս չէին գալիս իրենց տներից, փաստարկում էին, որ վճարը չափազանց քիչ է իրենց հողի եւ ունեցվածքի դիմաց։ Եվ այդ ժամանակ էր, որ առաջ եկան նաև նոր դիմադրության ձևեր, օրինակ դեպքեր արձանագրվեցին շինտեխնիկայի դիմացը մարմնով փակելու, սակայն ինչպես գիտենք, իշխանությունները ի վերջո հասան իրենց ուզածին եւ այդ միակ բանը, հա, որ մնաց նրանց կոկորտին, իմ թիկունքում գտնվող շենքն է, Տերյան 25 հասեի, որ նախատեսված էր քանդել, բայց այդպես էլ չքանդվեց եւ այժմ ինչքան էլ տարօրինակ չընչի, խոսում են դրա մասին, որ սա հիմա պետք է քանդեն, բայց շենքը դեռ կանգնած է։ Ընդհանրապես խոսելով այս երևույթների մասին եւ կոնդի մասին, մի հատ ավելի լայն նայեն քաղաքացիական նախաձեռնությունները կամ քաղաքացիական շարժումների ճանապարհը, անցած ճանապարհը, որը հատկապես վերջի տարիներին 2018-ից հետո որոշակի խմբագրումներ է անցնում, էլի։ Առաջին հաջողված քաղաքացիական շարժումները դա եղել են 2003 թվականին, չհաշված 96-ի եւ դրանից առաջ որոշակի քաղաքական, այսպես ասած, գործընթացները։ Մաքուր քաղաքացիական շարժումներ եղել են 2003-ին հանուն գիտության շարժումն է, հետո եղել են օպերայի հրապարակում սրճարներ չդնելու շարժումներ եւ այդպես եկել են հասցել են եւ 2004-ին երբ ձևավորվեց կոնդի պահպանության քաղաքացիական նախաձեռնությունը եւ կարծիք կա որ քաղաքացիական նախաձեռնություն եզրույթը առաջին անգամ օգտագործվել է այդտեղ եւ ես հիշում եմ այդ քննարկումը որ եղավ ՆՓԱԿ-ում եւ հիշում եմ նույնիսկ ով առաջարկեց այդ եզրույթի օգտագործումը խնդիր ուներ որ քաղաքի զարգացումը տեղի չունենա վիրահատական տրամաբանությամբ եւ վերևից ներքև տրամաբանությամբ չգնա այսինքն մենք այն ժամանակ մտքեր էինք ասում կոնդի պահպանության համար եւ փորձում ենք տարածել Երևանի տարբեր հատվածների պահպանության համար, որոնք եւ այն ժամանակ են չինարեն հնչում եւ հիմա են չինարեն հնչում։ Մենք ասում ենք, որ դուք չեք կարող ձեր չինովնիկական կաբինետներում որոշել քաղաքի զարգացման տրամաբանությունը։ Կոնդում ապրում են մարդիկ, կոնդը ունի պատմություն, այս մարդիկ կրում են այդ պատմությունը, այս մարդիկ ունեն սեփականության իրավունքը եւ կոնդի ցանկացած զարգացում, որը չի հարգելու այս մարդկանց իրավունքները եւ կոնդի ժառանգության իրավունքը, որը համաերևանյան կամ ուզեք համահայկական նույնիսկ այսպես ասած, չի կարող լինի կայուն խելամիտ զարգացում կոնդում։ Այսինքն եւ կոնդում, եւ Հյուսիսային Պողոտայում, եւ Ֆիրդուսիում պետք է գույքագրել ինչ կա, որը ոչ մի դեպքում դա չի իրականացվել։
ֆիքսվել ինչը պետքա պահպանվի եւ ինչը ոնց, օրինակի համար նույն Ֆիրդուսի շինարարության ժամանակ քանդվեցին երկու շատ արժեքավոր շենքեր, որոնք դիտավորյալ Երևանի հուշարձանի ցանկում չկային։ Մեկ աղյուսաշեն շենք ունենք, որ ենթադրաբար 19-րդ դարի առաջի կեսն է թվագրում եւ ունենք սև բազալտի շենք։ Երկուսն էլ վայրագորեն քանդել են 4-5 տարի առաջ, չեմ հիշում թվականը խորանակ։ Նույնը կոնդում օրինակի համար տարբեր պրոցեսներ են գնում եւ այլ, կոնդում կան 7-8 հուշարձանների ցանկում եղած, այսպես ասած, շենքեր, որոնք արտաքնից նայում ենք, ճիշտ իմ հետևի շենքի պես աղյուսաշեն են, որոնք դու զգում ես այնտեղ պատմություն կա։ Բայց կոնդի այս բոլոր շենքերը, հենց որ դու այդ պեմզաբլոկները եւ թիթեղները հանում ես, դրանց բոլորի տակից դուրս են գալի 17-րդ դարի արժեքավոր շենքեր, կառուցված աղյուսից, տուֆից, գետնափոր, թաղակապ, այսպես ասած, շենքեր։ Բազմաթիվ են կոնդում։ Կոնդի գրեթե բոլոր տները ունեն այդպիսի տեղեր։ Եվ տրամաբանություն պիտի հակառակ կողմից գա։ 2004-ին, ինչպես ասում եմ, մեր վրա ծիծաղում էին կոնդը պահպանելու մասին, հենց որ մենք խոսում ենք դրա մասին։ Հիմա կարծես թե կա հանրային կոնսենսուս կոնդը պետքա պահպանել, բայց ոչ ոք չգիտի կոնդը ինչպես պետքա պահպանել։ Անկեղծն եմ, ես էլ չգիտեմ ինչպես պետքա պահպանել։ Ես գիտեմ ինչ չի կարելի անել կոնդում։ Այսօր պետությունը հենց այդ չի կարելին անում է կոնդում։ Հյուսային պողոտայում մենք քանդեցինք այդ բոլոր այդ պատմական փողոցները, որոնք աղեն նեղ փոքրիկ փողոցներն էին հին շենքերով, ինչը մենք գնում ենք եվրոպական իտալական քաղաքներում հիանում ենք եւ պետությունը սուբսիդիարում է, որ մենք էժան գնանք Իտալիա եւ երջանիկ զգանք մեզ այսպես կոչված ինքնիշխան Հայաստանում։ Այդ նույն բանը մենք ունենք Երևանում քանդեցինք Հյուսային պողոտայում, քանդեցինք Ֆիրդուսում եւ հիմա կոնդում ենք անում։ Ինչն է հետաքրքիր Հյուսիսային պողոտայի դեպքում, այո, կա այդ ճանապարհը, որ կապում է երկու մեծ հրապարակները իրար, բայց կողքը մենք ունենք, այսինքն կոմերցիոն կառուցապատում, որը ոչ մի կերպ չի տեղավորվում այդ հանրային գերակա շահի կոնցեպտի մեջ։ Եվ այստեղ հարց է առաջանում, որ ենթե մենք նույնիսկ ընդունենք, որ ճանապարհը բացելու համար կարելի է հանրային գերակա շահը կիրառել, ապա հարցը մնում է, թե իսկ մասնավոր կառուցապատման համար արդյոք թույլատրելի էր այդ կոնցեպտի կիրառումը եւ պետք է ենթադրել, որ ոչ, թույլատրելի չէր, որովհետեւ մի մարդուց տուն ես խլում մի ուրիշ մարդու համար տուն կառուցելու համար, այդտեղ արդեն լուրջ խնդիր կա եւ ոչ մի կապ չունի հանրային գերակա շահի գաղափարի հետ։ Վերջերս շրջանառության մեջ դրվեց հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասներում փոփոխությունների բավականին մեծ փաթ է, որի վերաբերյալ եւ մեր կազմակերպությունը եւ գործընկեր հասարակական կազմակերպությունը ներկայացրեցին համատեղ կարծիք եւ 19 կետից բաղկացած դիտարկումներ։ Հիմնական նաև առանցքային դիտարկումը վերաբերում է նրան, որ հանրային քննարկումների, նախնական հանրային քննարկումների ընթացակարգ պետք է անցնեն նման ծրագրերը եւ պետք է հնարավորություն լինի ազդագիր համայնքի կարծիքը լսելու, հաշվի առնելու այս ողջ գործընթացում, որտեղ այո, շատ դեպքերում հասարակության կամ համապատասխան բնակիչների համար հասկանալի չէ, թե որտեղ է կայանում տվյալ ծրագրի հանրային գերակա շահը։ Նշեմ, որ այո, կարող են լինել իրավիճակներ, երբ որ գործ ունենք իրապես հանրային գերակա շահի առկայության եւ դրա հետ կապված մասնավոր գույքի օտարման անհրաժեշտության հետ։ Հյուսիսային պողոտայից հետո ենթադրում 2006 կամ 7 թիվներ, ասում ենք հերիքա քանդեք Երևանի ժառանգությունը եւ ասում ենք քանի որ Բյուզանդիա եւ Արամ փողոցներում պահպանվել է 17 դարի Երևանից որոշակի հատված, ուստի առաջարկենք այդ մասում դադարեցնել զարգացումները, բարև ձեզ։ Եվ այդտեղ ուրեմն չկառուցել։ Եվ այդ ճնշման արդյունքում պետությունը կառավարության որոշում եղավ 2009 թվականին, եթե չեմ սխալվում, որ Արամի եւ Բյուզանդիա փողոցներում ստեղծվել է հին Երևան թաղամասը։ Բայց հետաքրքիր զուգադիպությամբ մեզ այդ այսպես ասած պայքարողներից մեկը դուրս եկավ եւ դարձավ այդ գաղափարի առաջամարտիկը պետության մոտ, նախաձեռնողը դարձավ այդ ամեն ինչի, ով որ մինչեւ հիմա փորձում է դիվիդենդներ շահի դրանից եւ դժբախտաբար փողոցի երկու կողմում առաջացան բազմահարկ շենքերը եւ մնաց միայն միջանկյալ հատվածը, բայց մենք որ խոսում ենք, մենք փողոցն ենք, որովհետեւ պատմական ժառանգությունը դա փողոցով է, պատմական միջավայր փողոցն է, հրապարակն է, թաղամասն է, որ պահպանում է։
Եվ այդ ժամանակ արդեն գաղափարը ավելի շատ փոխվեց, ավելին հենց նույն մարդու նախաձեռնությամբ քանդվեց Աֆրիկյանների շենքը, եթե կհիշեք Տերյան եւ Պուշկին փողոցների խաչմերուկում, իբրտե փողոցը լայնացնելու համար, իբրտե այդ շենքը հին Երևանում վերակառուցելու համար, ոչ հին Երևանում վերակառուցվեց, այդ շենքը քանդվեց, ոչ թե փողոցը լայնացավ, գնացեք նայեք նույնությամբ մնացել է։ Ինքը ի սկզբանե սնանկ գաղափար էր ծածկել կամ ինչ-որ կեղծ հին Երևանյան ինչ-որ փողոց անել, բայց մեր ազնիվ ցանկությունը 2006 թվականին ուղղակի դադարեցնել Երևանում նախասովետական ժառանգության սպանդը վերափոխվեց եւ օգտագործվեց, այսպես ասած, տարբեր բիզնես շահի համար։ Ճիշտ այդ պատճառով հաճախ երբ ես որոշակի քննադատական ինչ-որ մտքեր եմ հայտնում եւ ասում եմ, բայց չէ՞ որ այս մտքերը կան պետք է իշխանությանը ասել, օգնել եւ այլն, ասում եմ ես կարող եմ մի հատ երկար ցանկ ասել բոլոր գաղափարները, որոնք տրվել են, այսպես ասած, տարբեր ժամանակների իշխանությունների եւ դրանք օգտագործվել են իջարս ինչ որ խմբային շահերը սպասարկելու համար, որը չի տալիս արդյունք։ Ուստի ավելի լավ է չոքնել գաղափարներով, որովհետեւ դրանք արժեզրկվում են եւ Կոնդը դրանց լավագույն օրինակներից մեկն է։ Մի շատ ծիծաղելի պատմություն պատմեմ։ 2004 թվականին Transparency կազմակերպությունը Երևան հյուրանոցի այդ նիստերի դաշտում քննարկում է կազմակերպել նորից ժառանգության պահպանության համար, շատ կարևոր մարդիկ կային եւ այլն, եւ ես Կոնդն էի ներկայացնում եւ այդ ժամանակ նոր հրաժարական տվել Երևանի գլխավոր ճարտարապետը, ինքը մասնակցում էր եւ ինքը ինչ-որ բաներ, կարծիք հայտնեց, որ ինչու չեն պահպանվում հուշարձանները եւ այլն, եւ Կոնդին ես որ չադադարձավ, Լևոնը Չուքազյանն ասեց, բա ինչի Կոնդի մասին չեք խոսում, ասում է դե ջահել է, ուզում է պարսկական ժառանգությունը պահպանի Երևանում, որովհետեւ ինքը դրա, չգիտեմ, ծնվել է Իրանում եւ այլն։ Դրանից 7 թե 10 տարի հետո Երևան ամսագրում ինքը հարցազրույց, մեկ Երևան ամսագրում հարցազրույցի ժամանակ ցիտում եմ, ասեց բոլորս հանգել ենք նրան, որ Կոնդը պահպանության ենթակա տարածք է, բայց մենք պետք է հասկանանք ինչպես են Կոնդը պահպանում։ Նույն մարդը 10-12 տարվա ընթացքում, այսինքն այդ process-ը ես տեսնում եմ, հիմա այդ նույն մարդը կառավարության, այսպես ասած, պատվերով, խոսքը Նարեկ Սարգսյանի մասն է խոսքը, նախագծում է Կոնդի համար նոր հատակագիծ, որ Կոնդը ինչպես պետք է զարգանա։ Պետությունը, այսպես կոչված ժողովրդավարության բաստիոնը, նույն ճարտարապետին, ով կառուցել է Հյուսիսային պողոտան, ով կառուցում է Ֆիրդուսին, հրավիրել է, որպեսզի Կոնդի նախագիծը կարողանան առաջ տանել։ Կոնդում պետք է չլինի մեծ ամբողջական ծրագիր, Կոնդում պետք է ասեղնագործության տրամաբանության մեջ մեկ-մեկ գալ, հասկանալ որոնք են արժեքները, որտեղ որ արժեքներ չկան, ինչ հավելումներ պիտի անենք, որ չխանգարի Կոնդի արժեքի, այսպես չնսեմացնի Կոնդի արժեքը, եւ ի տարբերություն այս բանը 2025-ին շատ ավելի հեշտ է ինձ համար խոսել այս ամեն ինչի մասին, որովհետեւ մենք հենց հիմա ունենք Կոնդում 6-7 փոքր բիզնեսներ, որտեղ մարդիկ իրենց 17-րդ դարի, այսպես ասած, շենքի բակում սարքել են սրճարան, հյուրատուն, ռեստորան եւ դրանք այն մոդելն է, որով պատմական թաղամասները կարող են վերակենդանացվեն։ Այլ մոդել չկա։ Այս առումով, երբ որ մենք հարցնում ենք, թե ինչու է Երևանում այդքան քաոսային շինարարություն, չկա պլանավորում, գերբեռնվածություն կա, գերուրբանացում կա, որովհետև այդ խցանումները, չգիտեմ, կոյուղու խնդիրները, էլեկտրականության մատակարարման խնդիրները, դրանք այլ բան չեն, քան գերուրբանացման ուրեմն նշաններ, եւ երբ որ մենք խոսում ենք ինչու է դա տեղի ունենում, հաճախ խոսակցությունը տանում ենք էսթետիկական ոլորտ, անճաշակ են, լավ ճարտարապետություն չեն կարողանում անել, բայց դրանք խոսակցություններ են, որոնք արտացվում են այդ մի գլխավոր դրույթից, քաղաքի վերափոխման միջոցով հավելույթի կլանում։